Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն վերջապես բարոներին ձայն հասավ։ Որոշման նախագիծ ընթերցելուց հետո որոշ չափով արդեն ժամանակավերև էին ելում։ Ամեն դեպքում ասեմ, սակագինը չի փոխվել դեպի վերև վերջի 10 տարում եւ որքան գիտեմ հերցը խոստացել է մինչև 32-ին չբարձրացնել։ Այս բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, նույն երկրում, ու այս գահավիժող գների ու սակագների բարձրացան ֆոնին ինչպես չգնահատենք եւ երախտագիտություն զգացում չունենանք։ Տրանսպորտի գինը նոր է թանկացել, աղբանության գինը նոր է թանկացել։ Անշատ գույքի հարկը ոչ թե 7-20%, այլ 100%-ով է ավելացել ու էլի ավելանում։ Վել չեմ ասում առաջի հարաբերության ապրանքները։ Նաև հանրային ծառայությունների ենթակա այս համակարգում սակագները։ Սա մեկ, երկրորդը անջատումների մասին ես որքան ունեմ ինֆորմացիա 30%-ով նվազել է այն ժամանակահատվածում, եւ որի մասին խոսում ենք, երբ որ հեծը ստանձնել է այդ գործը։ Սա հակառակ կողմը երբեմն ասում է կեղծել է այդ 30%-ը։ Նախ, ով որ կեղծել է, պետք է դրանով զբաղվի դատախազությունը։ Երկրորդը, համակարգային ինֆորմացիան հնարավոր չի կերպել, կարող է կեղծվել մի որոշ ինտերվալը, մի որոշ ժամանակահատվածը, մի որոշ պարամետրը։ Այդ արդեն հիմա Նորբերտ Վիները գերեզմանի մեջ շուռ եկավ։ Մաթեմատիկական վերլուծության եւ վիճակագրության այդ սկզբունքները թույլ չեն տալիս այդպիսի կեղծում։ Հաջորդը հրապարակում է մի փաստաթուղթ, մի ինֆորմացիա, որը վերաբերում է մատչելիության, այսինքն այն ժամանակահատվածին եւ այն ջանքերին, որ սպառողը պետք է ծախսի մինչև դառնա աբոնի։ Այս դիագրաման ես չեմ գծել։ Doing business միջազգային էրիտիկային կազմակերպություններ պատրաստել աբոնենտ ո՞ց է, հայրեն ո՞ց է։ Բաժանող դառնալու համար ջանքերը եւ ժամանակահատվածը 135 օրից իջել են 120 օր, հետո 70 օր եւ հետո իջել են 55 օր։ Սա 19 թվի վիճակով է։ Ես չեմ կասկածում, որ ավելի թարմ ինֆորմացիան ավելի ազդեցիկ թվեր կներկայացնի, բայց այդքան մենք հնարավորություն չունենք այդ 174 էջանոց թվի ամեն պարամետրով զբաղվենք ու հիմնավորումներ կամ հերկումներ ման գալու։ Ես ամփոփում եմ։ Թույլ տվեք, ես վերջապես 3 ժամ է տևում ելույթները, իսկ սպառողների ոնց։ 3 ժամ մենք լսում ենք, չէ՞։ Կարա վերջացնեմ։ Ավարտեք, վերջացնեմ, շարունակեք ձեր։ Ես չեմ հասկանում, 3 ժամ ես լսում եմ մարդկանց ելույթները, տարբեր կողմերի, հանձնաժողովի, իսկ սպառողները առավել 3 Այսօր ելույթների օրը Ուրեմն, այդ doing business-ի տվյալները հեծի ռեյտինգը աշխարհում 76-րդ տեղից բարձրացել է 66-րդ տեղը, այնուհետև բարձրացել է 17-րդ տեղը։ Սա հեծի ռեյտինգն է, սա մեր ռեյտինգն է։ Մենք աշխարհի 190 երկրների մեջ 17-ի մեջ ենք մտնում այդ ցուցանիշով։ Ինչքանով որ մարդը մատչելի է սպառող դառնալ։ Որպեսզի ավարտեմ վերջինը եւ ամենակարևորը։
Ուրեմն հանձնաժողովի ֆունկցիաները տրամաբանությունը եւ շրջանակները արդեն լավ ներկայացրել պարոն Սողոմոնյանը։ Հավասարակշռել, կարգավորել, բայց ադմինիստրատիվ քայլեր չկա, եւ չէ կարող լինի հանրային ծառայություններ հանձնաժողովի ֆունկցիաների մեջ։ Հիմա փոխվել է ղեկավարը հետի որոշմամբ հանձնաժողովի կողմից եւ օրենքի հիման վրա։ Ես պատկանում եմ մեր մարդկանց թվին, որոնք համոզված են, որ օրենքը չեն քննարկում եւ չեն քննադատում։ Օրենքը սրբությամբ պետք է կատարել։ Հիմա եմ ես այդ կարծիքին, բայց այսպեսի բան մեր երկիրը շուկայական հարաբերությունների կուրսը վերցրել է 30 տարի առաջ, մրցակցային եւ այլն, եւ կարգավորող հանձնաժողովը ադմինիստրատիվ հնարավորություն ունենա բաժնետիրական ընկերության պատկերացրեք 15 շենքում վատե ջրամատակարարումը կամ հոսանքը եւ հանձնաժողովը համատեղության պետին հանում է ուրիշին է նշանում։ Փոքր ցածր մակարդակում են անթույլատրելի է, սկզբունքորեն անթույլատրելի է։ Հիմա ես այդ արդեն ասեցի օրենքի նկատմամբ վերաբերում, բայց աղաղակող դեպք է։ Մյուս կողմից նայենք, ինչ կասեն բաժնետերերը, այն էլ փակ բաժնետիրական ընկերություն։ Իսկ եթե բաց լիներ, ես բաժնետեր եմ, Մեղրի շրջանի տերկված բաժնետոմս, եթե բաց լիներ։ Ու ինչ-որ մեկը որոշում է այս մեկին հանել, կարդ գոյություն ունի, չէ, բաժնետիրական ընկերության ղեկավարի ընտրության, ընդհանուր ժողովի մնացած ամեն ինչ օրենքում նկարագրված է։ Եվ մենք կատարել ենք հետքան, մեր ասած հետքան, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Միրզոյան, դուք եք փորձել ներկայացնել ձեր խոսքը եւ ավարտել։